ուզում սա երեքնանիք։ Օպերայի թատրոնում Սասունցի Դավիթ փաստորեն բալետ օրատորիա է բեմադրվում։ Սասունցի Դավիթ բալետ օրատորիա։ Ես այսօր որ տեսա իմացա, նախ ուզում գտնեմ դեր համար այդ հասախույզը մի վարքեմ, ափսոս չգտա, բայց հետաքրքիր հասախույզ էր Հյուսային պողոտայում երիտասարդներին հարցնում էին Սասունցի Դավիթ էպոսի հերոսների մասին։ Ես վախով էի նայում, որ կարող է երեխեքը չիմանան։ 14, 15, 16 տարեկան երիտասարդներ են, որովհետև տենց հասախույզներ լինում է, նայում եմ, ասենք Մոսկվա, Պետերբուրգում, անենց պրիմիտիվ հարցեր չգիտեն, նենց սարսափում ես այդ սերունդի մտավոր կարողությունների վրա, ես մտածեցի հիմա տես մի բան էլ Սասունցի Դավիթի մասով ալինելու։ Պարզվեց չէ, երեխեքը բոլոր ծովինալից մինչև ձենովոհան բոլորին գիտեին այդ ամբողջ էպոսի հերոսներին։ Եվ տես լինքով գնացի, մեկ էլ տեսա, որ Սասունցի Դավիթ փաստորեն բալետ օրատորիա է բեմադրվում, որը կայանալու է դեկտեմբերի 18-ին եւ 19-ին։ Ես շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր նրանց, ովքեր նախ ես հեղինակին չկարողացա գտնել, ով է սա հեղինակը, այս բալետ օրատորիայի, անկեղծ այս բանի վրա լավ կլիներ, որ աֆիշի վրա օրինակ գրած լիներ։ Լավ որ կա այս միջոցառումը ինֆորմացիան, բայց հեղինակի անունն եմ ուզում գտնեմ, չկա, չեմ տեսնում, ցավոք։ Շնորհակալ եմ տեքստի համար, շնորհակալ եմ նախաձեռնության համար։ Հիմա առավելս, հիմա առավել քան երբևէ դա շատ սպասված, այո, իրոք շատ սպասված։ Կելնի ձեր դեմ Սասնա Դավիթ, կելնի ձեր դեմ Թուր Կեցակի։ Ու դեռ էլի է։ Վստահ եք, ես հիշում եմ, որ ես Արտուր Շահնազարյանի հետ խոսացի, իմացա, որ իր խումբն էլ է պատրաստում տես միջով օրատորիա, ներկայացում բալետ, ինչ պետք է լիներ, հիմա չեմ հիշում, բայց ճիշտ ժամանակն է, որ զանգեմ հետաքրքրում տեսնեմ իրաց ներկայացումը ինչ եղավ։ Տեսեք, երկու զուգահեռ պրոցեսներ է գնում, երկու զուգահեռ, այնտեղ ինչքան ակտիվանում են ուրացողներն ու դավաճանները, այս կողմի վրա այդքան ակտիվանում է ազգը, ազգի միջուկը, տարբեր դրսևորումներով։ Սա է այս բալանսն է, որ մեզ պահել է այսօր ակտիվ քաղաքական աշխարհագրական հողի վրա։ Այս բանը որ չլիներ, բալանսը չպահվեր, այս դավաճանները կերել էին մեզ վաղուց։ Իմ լավատեսությունը, ոչ թե լավատեսությունը, կանխատեսումները հիմնավորված է հենց այս պատմական օրինաչափություններով, հենց այս ռեալ հոսանքներով, որ միևնույն ժամանակ իրականացվում է։ Միտեղ էս մեռն է իր բանը փորում, ճանապարհը փորում, ուզում է հարթացնի, իսկ տեղը մեզ տակից խփում են ալմատներից, ձեն են տալի, ձենով օհանան, դե ձենա տալի, հասկանում եք, այդ ժառի են 40 գազ հորի մեջից էլ Դավիթն է խփում, բացում ես, դուրս է գալի, լինելու է, ունեցել ենք, նշանակում էլի կարանք ունենանք, էդ է ու մերն է, այսօր մեր հայ վերլուծաբանի է լսում, որ վախեցած էր գլոբալիզմի բանի, որ ազգայինը վերանում է, որովհետև սենց կա, կամ դու լուծվում ես, իսկ եթե մեկուսանում ես, դու լուսանցքայնացվում ես, սենց շատ կիսատ ոչ իմաստուն վերլուծություն էր, ես հիմա ասեմ ժողովուրդ, մեզ դիտողներ, գլոբալիզմներ մեր վրա չի ազդելու, գիտեք ինչի, գլոբալիզմը ազդում է ժողովուրդների վրա, որոնք իրենք տալու բան չունեն, իրենք պետք է վերցնեն,
Իսկ վերցնում են էժանը, անորակը, օտարը։ Իսկ այն ժողովուրդները, որոնք տալու բան ունեն, գլոբալիզացման ժամանակ իրենք տալիս են։ Իրենք տալիս են, իրենք են դառնում գլոբալիզմի տերը, այսինքն իրենց տված արժեքն է տարածվում։ Սրա մասին չենք մտածում մենք։ Դամադը մեզ ոչ մի բան վտանգ չի մեր համար։ Մեր համար մենք կայինք, չէ, հայկական լեռնաշխարհում։ Քրիստոնեությունն եկավ, իր գլոբալիզմը բերեց, իր նոր արժեքները բերեց, պարտադրեց, սահմանեց, բայց մենք դրանից չդադարեցինք հայ լինել էթնոսի իմաստով։ Մենք չմոռացանք, ամեն ինչի չուրացանք, ասենք, չէ, հեսա ու վերջ։ Մենք այսօրվանից Աբրահամի զավակներն ենք։ Ոչ մեկը դες չասես, մենք մնացինք հայկի զավակներ։ Հակառակ, այդ քրիստոնեությունը սկսեց ադապտացվել մեր հետ, հայկի տոների հետ ադապտացվել, վերջում ընդունեց նույնիսկ մատաղը։ Հասկանու՞մ, գլոբալիզմը ինչ պետք է մեր անի։ Գլոբալիզմը անում է այն ազգերին, ովքեր տանլիք չունեն, ում ալմատները շատ սաղր են։ Մեր բաոբաբի ալմատների ոչ մի բան չի ասի։ Մեր ալմատները հասել է երկրագնդի են մագմային, են միջուկին, որպեսզի մեզ կարողանան տեղաշարժեն, այնպես մի հատ հզոր ուժ պետք է լինի, որ կարող է այդ մագմայի խորության ազդեցություն ունենա։ Այս լակոտ լուկուտները ով են, որ մեր վրա այդ ազդեցությունը կարողանան ունենան, կարող եք ասել։ Իմ համար ոչ մեկ։ Իմ վստահությունը հիմնավորված է այս դրանով։ Իմ լավատեսությունը բացատրվում է դրանով։ Ով վստահ չի ու չունի այս պատկերացումը, նշանակում է իր մոտ բացակայում է ինքնաճանաչողությունը։ Ինք ուղղակի չգիտի ինքն զավակն է։ Ես հոր մոր իմաստով չեմ ասում։ Իմ հայրն ու մայրը, մենակ իմ հայրն ու մայրը չեն։ Իմ հայրն ու մայրերի այսպես խորությամբ մի 1000 սերունդ են կողմն է իմ հայրն ու մայրը։ Այսինքն իրանք չգիտեն, իրանցը մակերեսի վրա է։ Դա մեն մտածում է, եթե սա չկա, վերջ կորած ամեն ինչ, հասեք փրկեք, չէ։ Չէ։ Վտանգը կա, հաղթարել հնարավոր է, եթե դու ճանաչում ես քեզ, եթե գիտես քո իրական ուժը եւ որտեղ են քո իրական զենքը եւ առավելությունը այս ամեն ինչի նկատմամբ։ Դա վայ ասում, ի սկզբանե, որ ցանկացած դժվարություն, այն ինչ որ մենք հիմա ապրում ենք, կարա կոտրի կոտրվողին, դա մեզ պետք է իմաստացնի, դեմքով շուռ գանք մեր պատմությանը ու հաղթենք նրանց։ Հաղթենք։ Պարտված ժողովուրդները կարան վերականգնվեն, հանձնված ժողովուրդները վերանում են։ Ես կարծում եմ, մեզ դիտողների մեջ այդ հանձնվելու մտքի հեղուներն են հավաքված։ Իսկ եթե կասկածողներ կան, իրանք հասկացան, որ դա երևի պահիթունություն է եղել, հանձնվելու ինչ որ նշումներ է եղել իրան մոտ։ Նշանակում է մի կողմից էլ ինքը սխալ միջավայրում է։ Այսինքն մայրասկան, դա մնացեք։